Դուք լսում եք լրատվական ռադիոն։ Մեր երկրի առաջին եւ միակ մասնավոր հասարակական քաղաքական ռադիոկայանը։ Լրատվական ռադիո FM 106.5 Լրատվական ռադիոյի եթերում կուի պրոտեստ հաղորդաշարն է, բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, սա ինչպես գիտեք պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հեղինակային հաղորդումն է, բարև ձեզ պարոն Շիրինյան։ Ես Գարեգին Խումարյան եմ, երկրորդ խոսափող, ես պետք է միանգամից ներողություն խնդրեմ լրատվական ռադիոյի բաժանորդներից, որովհետեւ հիմա այս պահին մենք խախտելու ենք նրանց իրավունքը, այս հաղորդումը լինելու է հանրամատչելի ու հասանելի բոլորին, անկախ նրանից հասցրել են բաժանորդագրվել թե ոչ, որովհետեւ այս թողարկումն արտահերթ է, Հայաստանը արձակման է ենթարկվել ու բնականաբար այս մասին ենք այսօր խոսելու, պարոն Շիրինյան։ Ուստի թողարկումն էլ է արտահերթ, դիտման ռեժիմն էլ է արտահերթ։ Թուրքերը արեցին այնպես, որ երբ ամբողջ աշխարհում մարդիկ նոր տարի են նշում, մեզ մոտ ամսի 31-ին 3 ջահել տղա են թաղելու։ Ցինիկ բան կասեմ, բայց ակննդակն ատամնդատամ։ Մուսուլմանական ավանդույթով նույն օրն են թաղում։ Հաջորդ օր։ Մեր բաժիջ գործողությունը ենթադրում եմ պետք է հենց դեկտեմբերի 31-ին էլ լինի, որպեսզի մենք էլ նույն արդյունքին հասնենք, այո։ Ինչ կասեք։ Գիտեք, այսպես կասեմ, ես եթե նկատել եք, ընդհանրապես մեր խնդիրները միշտ կապել եմ մեր հետ, որովհետև մենք Իսրայել օրու շրջանից հիպնոսի մեջ ենք, ինչ-որ օտարը պիտի գա, օգնի, որ էլի, չէ, ինչի պիտի օգնեն, ինչի պիտի գա, ուրեմն, եթե գա նրա զինվորը, եթե մահանում է, նրանը մահ չի, մերը մահ է, բայց հիմա այս պարագայում այդ ավանդույթը խախտել եմ, ինչպես դուք ասեք խախտել են, ասեն ինչու։ Սա ճիշտ է Հայաստանի Հանրապետության վրա հարձակում է, ՄԱԿ-ի ուրեմն լիիրավ արժեքներով պետականության վրա, այսինքն այդ իմաստով տերոր է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց սա նաև հետևյալն ասեմ, քանի որ ձեր ասած ծննդյան տոների նախօրյակ է, իսկ մենք ուղղափառներս, առաքելականներս 25-ին չէ որ նշում ենք, ինչպես ասենք կաթոլիկներ, բողոքականները, կարող եմ ասել, սա մարտահրավեր է քրիստոնյա աշխարհի հանդեպ, քրիստոնեական աշխարհի հանդեպ, քանի որ քրիստոնեական աշխարհներ նաև համաշխարհային քաղաքակրթության հիմնական առաջատար քաղաքակրթություններից մեկն է, հենց նրա դեմ է։ Ուրեմն սա պիտի իմացվի։ Դուք տեսեք ինչ է կատարում, իրենք մահմեդական են, թե չէ հայտնի չի, թուրք են, թե չէ հայտնի չի, ուրեմն շիա են, թե սուննի էլի հայտնի չի, բայց իսլամական կազմակերպության անդամ են, ուրեմն ամեն հայրահեռայրոց Ադրբեջանի թուրք իշխանության մասին է խոսքը, գցում են, տեղափոխում են կրոնական, քաղաքական, իսլամետառություն ունեցող կազմակերպություններ եւ այլն։ Եվ փաստորեն խաչակրաց արշավանք են կազմակերպում այլ բարականերով, բայց մենք ինչի ես տանış վաղուց եմ նկատել, էլի 200-300 տարի միշտ խուսափել ենք նման հարցադրումներից։ Ես հայտարարում եմ, որ սա անպատվություն է քրիստոնյա աշխարհի հանդեպ, որ արել է ուրեմն եւ ուղղափառ աշխարհի եւ տվյալ պարագեմ ռուսական աշխարհի դեմ ինչի, որտեղ իրենք էլ մեզ հետ միասին նոր տարին չեն նշում դեկտեմբերի 25-ին, ուրեմն իրենք էլ մեզ հետ միասին նոր տարին նշում են ամսի հունվարի 1-ին եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա չնայած Ռուսաստանի իշխանություններին իմ ասածը դուր չի գալու, ինչպես նաեւ հայ ռուսուլմաններին։ Հասկանում եք ոնց է, բայց դա այդպես է փաստ արձանագրենք։ Ուրեմն սա հետո որ կա։ Հիմա խնդիրը իհարկե լուծելը մերն է եւ մենք ենք մենակ այլ բարակայով եւ մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Ասել ենք ձեզ մոտ, ասում ենք տարիներով արդեն, բայց տեսնում ենք, որ Հայաստանի պատասխանատուների մեջ քաղաքական, ռազմական կարծես թե տեսակետ չի փոխվում, շարունակում են պաշտպանողական քաղաքականությունը, անատամ։
ամեն հայտարարությունից հետո, դեպքից հետո հայտարարվում է, որ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա, այդ ուրեմն ադրբեջանցիների վրա այնքան պատասխանատվություն են գել, որ դրանք վաղուց պետք է գետնի տակ անցնեին, բայց դրանք թքած ունեն նման պատասխանատվությունների վրա, եւ համաշխարհային հանրության առջեւ երթումներ, որ մենք չենք սկսել, այսօր նորից նրանք հարցակվում են, անում են թուրքական ձեռակիրը, հետո նաեւ երթվում են, որ այսպես եւ մենք այսպես ընկած ենք այդ ցիկլի մեջ, ցավալի է, տխուր է։ Ես անձամբ շատ ցավում եմ, բարձ է որ վշտակցում եմ նաեւ մեր քաջարի զինվորների խրամատը չթողող սպաներին, բայց սա գործը դրանով չի ավարտվելու, սա ոչինչ է իրենց արածի համեմատ եւ նման բաներ էլի մենք պետք է մտածենք։ Պարոն Շիրինյան, մասնավորապես այս կոնկրետ իրավիճակում ինչպիսին պետք է լինի հայկական զինված ուժերի պատասխանը։ Դուք որպես քաղաքացի, որպես հայ մարդ, ինչ պատասխան եք ակնկալում մեր բանակից։ Ուրեմն սովորաբար ասում են համարժեք։ Ես գտնում եմ, որ ասիմետրիկ պետք է լինի։ Ուրեմն, եթե նա համարժեքով չի բավարարվում, տասնյակ տարիներ չի բավարարվում, ուրեմն պետք է թողել այդ գործիքակազմը ուրիշ տեղ եւ մտածել ուրիշ բաների մասին, ասիմետրիկ պետք է լինի։ Հիմա ասեմ հետեւյալ, ավելին ասեմ։ Ես եթե հիշում եք, կարծում եմ, որ գիշեք, 2-3 տարի է անընդհատ ասում եմ, կրկնում եմ, որ մենք ռազմավարական թիկունք չունեցող պետություն ենք, այսինքն խորքը չկա։ Ուրեմն մենք դաշնակիցներ ըստ էության չունեցող ուրեմն ժողովուրդ ենք, բայց դա չի նշանակում, որ աշխարհում միակն ենք եւ նման բաներ։ Հիմա դրա համար մենք պետք է ունենանք մեր համապատասխան սկզբունքները եւ գործելաձևը, որի հիմնական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն է։ Ես այստեղ ասել եմ, երբ որ շտաբի պետին փոխում էին, հետեւյալը, որ շտաբը որպես կանոն, նույնիսկ Շապաշնիկովին են օրինակ վերել, դիտվում է աշխարհում պրուսական ավանդույթով, որը արդարացված ավանդույթ է, ոչ միայն պետության զինված ուժերի կազմակերպման կառույցի գլխավոր կամ հիմնական օղակ, այլ ռազմական մտքի, ռազմավարության մշակման հիմնական ուրեմն օղակ։ Եվ ես ժամանակին, այսպես հիմա երևի չգիտեմ, առիթն է չէ, երբ Հակոբ Մովսես Հակոբյան նշանակվեց, ես նրա կենսագրությունը, ինչպես որ հրատարակվել, առանձին գաղտնի բան չկա, ես ասեցի, որ նրա կրթությունը բավարար չի, նա չի կարող ստրատեգիական մտահղացումներ անել իր կրթությամբ եւ այլն, ընդ որում իմ ասածը որևէ ենթատեքստ չունի եւ անձը վիրավորելու նպատակ չունի։ Ինչ եմ ակնկալում հիմա։ Գոնե հիմա, որովհետև մենք նորից հանձնվում ենք խարխուլ մակույկով, ուրեմն այդ փոթորկոտ ծովին, ուրեմն թուրքը չի հանգստանալու, թուրքը կռիվը սիրում է, դա ձմեռթի համար, այստեղ ենք ասել, որ նա կռիվ է սիրում, ձմեռն համարը չի կարևորը, ուրեմն մանավանդ այս տեխնիկայի բանաներում ես սկզբունքի փոփոխություն եմ վերջապես ակնկալում, որն է դա։ Հայաստանը պիտի որդեգրի կանխարգելիչ պատերազմի սկզբունք։ Ուրիշ ճանապարհ մենք չունենք։ Եթե որը մեկը հակառակն է պնդում եւ կարծում է, որ այս ճանապարհով մի կողմից Երևանից խաղապաշտության երթումներ աշխարհին եւ կոնկրետ երթում Ալիևին, Ալիև, ուրեմն ինչ որ արեց Հանրապետության առաջին նախագահ կոչվածը, որի հետ սինխրոն ստացվեց այս ամենը, Եվ ուրեմն տեսակետ չփոխելով, կազմակերպական ձևեր չփոխելով, ուրեմն կարծում եմ, որ մենք հաջողություն չենք ունենա։ Հիմա հաջողություն երբ կունենանք, երբ որ մենք ապրիլյան պատերազմի հաջողության այդ տրամաբանությունը հասցնենք ռազմական արվեստի սկզբունքների փոփոխության։ Այդ կանխարգելիչը, որ ես ասեցի, ինչի համար, որովհետև մենք պետք է հակառակորդը պիտի իմանա, որ հայկական զինված ուժերը բոլոր իմաստներով Արցախն էլ նկատի ունեն բնականաբար, ուրեմն վերահսկում են լեռներից դաշտավայրը եւ ամեն մի շարժ պետք է վերահսկողության տակ լինի։ Հիմա այս հարցը կարող ենք թե չէ, պապան կթողի թե չէ, այս գալիս ենք հիմնական հոգեկան հիվանդության հարցին։ Պիտի անենք թե չէ, կարծում եմ այո, թքելով կներեք, հազար անգամ ներողություն բառի համար ամեն ինչի վրա։ Մենք այնպիսի մի վիճակում ենք, որ
պետք է որդեգրենք այդ սկզբունքները եւ առաջ շարժվենք եւ իմ ասածը կրկնվում է, որ այս սահմաններով մենք ապահովություն ունենալ չենք կարող, անկայուն են, խոցելի ենք եւ իսկ դիմացին ուղղակի ասեմ, չբնութագրեմ ինչ է, թուրք է ուղղակի եւ վերջ։ Սրա համար պետք է այդ սկզբունքները որդեգրել եւ կարծում եմ որ հաջողություն կունենանք։ Հիմա զուգահեռ ասեմ, չէ՞, եթե մեր զինված ուժերի հրամկազմ Արցախում եւ Հայաստանում ապրիլյան պատերազմի նախօրյակին, որ երկուսին սկսվեց, չէ՞ պատերազմը, եթե ամսի 1-ին հրետանային նախապատրաստություն անցկացնեին ելման դիրքերով Ադրբեջանի հարձակման թափը կջարդվեր թե չէ, զինտեխնիկական ոչնչանար թե չէ։ Այն տեղերում որտեղ դա արվել է, հենց այդպես էլ եղել։ Հա, հիմա ես մեկը նկատի ունեմ, կանխարգելի չէ նաև որ երբ որ դուք կուտակումներ եք նկատում հակառակորդի տարածքում եւ նման բաներ, դուք ինքներդ սկսում եք պատերազմը, չեք սպասում որ հետո էլ որ արդարանաք, տեսնում եք պապա հարցակվեց ճար չունեմ պատասխանելու։ Սա նաև արդյունքի իմաստով տանուլ տրված ուրեմն գործողության արդյունքը 94 թվականին դուք եթե չեք հիշի, հիշողներ կան, մենք մտնում էինք Եվլախ կանգնեցվեց, նույնիսկ չէ հիմա Նորատեր Գրիգորյանը սիրելի գեներալը բաները բացահայտում, որ ինձ ասում է իրեն չտարան նույնիսկ Բիշկեք, պայմանագիր այդ համաձայնություններ չկարդացին, ինչեր գրաճեր կարդաց, հիմա ճշմարտությունը իրենց խղճի վերամենա, բայց արդյունքի իմաստով մենք այն հաղթանակը, որ ձեռք էինք բերել, ուրեմն մսխեցինք, ինչի արդյունք էր դա, որտեղ զինվորական հաջողությունը, քաղաքական, ռազմական, տեսական իմաստով, ստրատեգիայով ապահովված չէր։ Առաջ էին շարժվում, որովհետեւ թուրքը համաձայնվեր 5 շրջան հանգիստ թողեր, բայց թուրքը դա չարեց։ Հիմա ինչպես ասեմ, հա, եթե ցեղասպանվում ենք, մտածողությունը չենք փոխում։ Եթե հաղթում ենք, հաղթանակի արդյունքը չենք ամրագրում։ Հիմա ժամանակը չի հասկանանք, որ պետք է փոխել ինչ-որ մի բան, ինչպես Շեքսպիրի ստեղծագործության մեջ ասում, չէ, Դանեմարկում ինչ-որ բան այնպես չի։ Ես կարծում եմ, որ հենց այդ պրևենտիվ պատերազմի այդ սկզբունքն է, որը չի կիրառվում։ Պարտավոր է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը, պարտավոր է դա մշակել, դետալներով եւ ռեալիզացնել բոլոր պարագաներում։ Անկախ ենք հանգամանքից կրկնենք, ով է համաձայն, ով չի։ Ուրեմն պետությունները սիրում են ուրեմն ուժեղ պետություններ, կազմակերպված ժողովուրդ եւ այնպիսի բանակներ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում։ Հակառակը անընդհատ տանուլ տալն է, որի մասին երկար խոսել ենք նաեւ այս սրահում։ Դրա համար կարծում եմ, որ այդ սկզբունքը պետք է իրականացվի։ Մի բան ասեմ ու մոդելն ասեմ որտեղ է։ Ես առաջարկում եմ, եթե չեն անում, մեր բաշխական զինվորական հրամանատարության են զինվորական մասին, որը չի ճարպակալել, որ իսկապես հայրենիքի պաշտպանության սպայի պատիվ ունի, ուրեմն սրանց գոնե մտածել, եւ մոդելը կա Կուրսկի ճակատամարտի բանի մեջ, գործողությունների պլանավորման, գործադրման եւ այլնի մեջ 1943 թվականին։ Նա կանխարգելիչ պատերազմի փայլուն օրինակ է, որովհետեւ Ելման գերմանական զորքերի հարձակման թափը ուրախակի ջախջախվեց որոշակի պոտենցիալի ոչնչացումով եւ եղավ ուրեմն Կուրսկի հաղթանակ։ Այլապես գերմանացիները միանշանակ, եթե սպասեին Հայաստանում որթեգրած տեսակետի նման, Մոսկվա մտել էին 43 թվական եւ վերջացել էր ամեն ինչ։ Ուրեմն մոդելը այստեղ կա, մնացած զինվորականները կգտնեն։ Աշենյան, ռազմավարական մակարդակից իջնենք օպերատիվ տակտիկականի, սովորաբար նման դեպքերում, ինչպես է արձագանքում հայկական կողմը, տարիներ շարունակ։ Ես հիմա ուղղակի վստահ եմ, որ նույն տեղանքում մոտավորապես դուրս են եկել հատուկ խմբեր, դիպուկահարներ ու հիմա որս է սկսվել ադրբեջանցի զինվորների։ Ես ենթադրում եմ, որ վաղը չէ մյուս օրը մենք սահմանագծից անընդհատ լուրեր ենք ստանալու հակառակորդի կորստների մասին։ Դա չի լինելու 1-10։ Մենք այդ 1-10-ը անընդհատ ասում ենք, բայց այդ 1-10-ը հանուն արդարության առաջ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ 1-10-ը մենք երբեք չենք պահել։ Կլինի ենթադրում եմ 5-6 սպանված ադրբեջանցի, գուցե մի 2 հոգի վիրավոր, գուցե խումբ մտնի հետախուզական այդտեղ պատտվի թիկունքներում եւ այլն, բայց մենք սա արել ենք շատ անգամ։ Արդյունք չի տվել։ Հա, խոսքը հենց սրա մասին։ Այ տեսեք, հիմա դուք Մովսես Հակոբյանի մասին ասացիք, այս իրավիճակը նաեւ նոր նախարարի համար է փորձակար։ Սա Վիգեն Սարգսյանի օրոք
առաջին լուրջ մարտահրավերն է, երբ հակառակորդը ուղղակիորեն քիթը մտցրել է մեր պաշտպանության նախարարության նոր նախարարի այսպես պատասխանատվության տիրույթ։ Ես չգիտեմ, ձեր պատկերացումն ինչպիսին է, Վիգեն Սարգսյանին, չգիտեմ, ճանաչում եք թե չէ, բայց ամեն դեպքում քաղաքական կերպարը չեմ ճանաչում։ Երկուսն չեք ճանաչում։ Մի ակնկալիք էլ չունեք ուրեմն, չէ, չեք ճանաչում։ Նշանակումներից ակնկալիք չեմ ունեցել։ Մենակ մի բան եմ ասել, որ Վիգեն Սարգսյանի վերաբերյալ կոռուպցիոն, ուրեմն սկանդալների մասին խոսակցություններ չեմ լսել։ Չեմ լսել չի նշանակում, որ չի արել կամ արել է։ Ուզում ես կան։ Մնացած իսկ նրա համար ասելն է, որտեղ մեր աչքի առաջ է եղել։ Հիմա ասեմ, ես ինչու ռազմավարության ոլորտից սկսեցի։ Դուք տեսաք, դուք էլ ասիք, որ արդյունք չգրանցվեց։ Եթե արդյունք չի գրանցվում, արժի նույն գործողություններն անել նույն ձևով, թե չէ։ Ուրեմն ուրիշ բան է պետք մտածել, չէ՞։ Ուրեմն դրա համար կենտրոնացա եւ գլխավոր շտաբի ուրեմն ուղղությամբ։ Ես գիտեմ մի բան, որ ցանկացած բանակ կառավարվում է գլխավոր շտաբների կողմից։ Պաշտպանության նախարարները, նայած պետության զինված ուժերի կառուցվածքի կամ հիմնական դերակատար չեն, կամ էլ քիչ դերակատար են, դրա համար ես այստեղ չկենտրոնացա, հակառակը պրոֆեսիոնալիզմ այնտեղ բդեմ։ Իսկ պաշտպանության նախարարություն եւ հանրապետության, ասենք, բարձր ղեկավարություն, սա քաղաքական մասն է։ Նրանք պետք է դիվանագիտական մաս է, նախապատրաստ են դա, բայց ռազմական գործը իրենցն է։ Եթե գերմանացիներ լինեին, իրենք պարտադրել էին զինվորական քաղաքական ղեկավարության իրենց գաղափարները եւ արել են։ Եթե անգլիացիներ լինեին, նույնն էր լինելու։ Եվ այլն էլի, ավանդույթի իմաստով եմ ասում, ես մենք պարտը դրա համար ես կենտրոնացա նրա վրա։ Այդ պարագայում ոչ միայն Վիգեն Սարգսյանը, նաեւ գլխավոր շտաբի պետի համար էլ է, նա այդ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է վերջերս իրար հետ, այսինքն երկուսի համար փորձակար է։ Եվ մենք պետք է տեսնենք նորություններ, բայց մենք գիտենք, որ գուցե դեռ տեսնենք այսպես։ Տեսնենք, բան չունեմ ասելու, այսինքն մենք ասում ենք այն ինչ որ կատարվել է դվյալ պարագայի համար, բայց մենք ապրիլյան պատերազմից հետո չտեսանք, որ ուրեմն այն հերոս գեներալներին մենք իմանայինք, գեներալների մասին է խոսք, ովքեր են այդ գեներալները, ովքեր ռազմական օպերացիաները ղեկավարեցին, եւ մենք չհասկացանք նաեւ, թե վերջին հաշվով է ծախողել մնացած մասեր, ովքեր են կոռուպցիոներներ եւ այլն։ Հիմա որ ես քաղաքական մասին գամ, որտեղ դա մնացած զինվորականների հարց է, մասնագիտական է, չէ՞։ Մենք եթե նկատել եք, խուսափում եմ ուրիշ ոլորտներ մտնելուց, որտեղ դա գտնում եմ, որ իրենցն է։ Ուրեմն եթե հասարակության այս մասն էր, որի մասին խոսում են կոռուպցիա եւ այլն, չի կարող արդյունավետ լինել։ Ինձ համար դա մեծ ցավ է, չի կարող, հնարավոր բան չի։ Հիմա ասեմ ինչու այդ ակտիվությունը, ինչ որ ես դուք ուրեմն ակնկալում ենք, չի լինում։ Սա պետության կառուցվածքի հետ կապ ունի, պետության տնտեսական համակարգի։ Այն երկիրը, որը ներկրումների վրա է նստած, որի հարուստ ընտանիքները, հիմա ընտանիքներ են, չէ՞, իրենց ուրեմն գերշահույթն ապահովում են ներկրումով եւ ալնով եւ երկրի ընդերքը դուրս անելով, ոչ թե մենք վերամշակող արդյունաբերություն չունենք հիմնական, այդ բոլորը վաճառվում է նաեւ ուղեղը, էլիտար դպրոցներից դուրս են անում եւ այլն։ Այս երկրում իշխող դասը ես կարծում եմ որ շահագրգիռ չի ակտիվ գործողությունների, նա պարզապես пассив քաղաքականության այդ կուրս է վարում, վերջին հաշվով իրենք չեն ծառայում հիմնականում կամ ծառայում են ուրիշ տեղեր, իրենք հրամայում են եւ այլն եւ այլն։ Այս բոլորը պետք է բերի, որ վերջին հաշվով մենք պետք է որպես ժողովուրդ նայենք այս բոլորին եւ որոշենք, որ չենք գոլորշիանալու, չէ՞, մեր հայրենիքից։ Հետո օրինակ ինձ համար տարօրինակ է նաեւ Երևանի կեցվածքը, դուրս ես գալիս մի խրախճանք է, խայտարակություն է, հերոստատեսությունը ցերեկը, շուտ տխմարություններ են հաղորդում, մի զվարճալի տոն են անում նոր տարի եւ այլն։ Նոր տարի, հետո ինչ, սա հայկական չտեսությունն է եւ երկրորդ ապահովագրվածությունն է, իրեն չի վերաբերվում։ Սա որ կար նաեւ ցեղասպանության տարիներին։ Կարծում եմ, որ այս բոլոր adekvat չի, այս բոլորը գոնե սա նորից պետք է առիթ դառնա, ապացուցվեց, որ թուրքը հանգիստ մնալու տրամադրություն չունի։ Ունի ռեսուրս եւ տրամադիր է կռվելու։ Հիմա մեծ թե փոքր դա այդքան կարեւոր չի։ Դրանք պետք է միջոցներ ձեռք կար, դրա համար ես ռազմավարության ոլորտի մասին ասեցի։ Դա էլ թողի զինվորականները պետք է անեն, թողանեն իրենց։ Եթերաժամ ավարտին է մոտենում, պարոն Շիրինյան։ Ես վերջին հարցս ուզում տալ, եկեք իրավիճակին հակառակ կողմից նայենք։ Ձեր տպավորությամբ, ձեր դիտարկմամբ, ձեր հաշվարկներով, ինչից է սարսափում թուրքը։
Մարդկային կորուստներից որքան հասկանում եմ, այդքան չի սարսափում, այդքան զգայուն չէ, որքան մեր հասարակությունը, մեր ժողովուրդը։ Դրանք ինչից են վախում։ Ինչ անենք, որ ազդի։ Նայեք, տեսեք ինչ են անում։ Նրանք այս պատերազմում 2-3 հարց են լուծում։ Առաջինը սպառում են թալիշներին, լեզգիներին եւ այլն։ Այդ առաջնագծում ես վստահ եմ, որ թուրքերը չեն կռվողներ, կամ եթե կռվող են Օսմանյան ավանդույթով, հրամանատարներն են։ Իրենց ուրեմն հպատակ ժողովուրդներին բերել են եւ մսխում են։ Այնպես որ նրանք ինչքան զոհ տան, ինչ որ իմաստով, այնքան իրենց հաջողությունն է։ Տարօրինակ բան եմ ասում, էլի։ Ուրեմն դա մեզ հետ եղել Արամջան Հայաստանում, զարմանալու բան չկա, էլի։ Այսինքն որ մեր քաղաքական պատմությունը գիտի այս հեքիաթներով, նրանց համար է դա զարմանալ, ինչ որ հումանիզմ բան եւ այլն, էլի էս։ Ուրեմն սա մեկ, երկրորդը նրանք ունեն մի որդեգրած սկզբունք, որի մասին ես վաղուց եմ ասել, տարբեր տեղերում, ձեզ մոտ եւս նորից կրկնում եմ։ Նրանց ստրատեգիան Հայաստանը քամելու ստրատեգիայի ուժերի սպառման վրա են աշխատում եւ անհանգիստ վիճակ են պահում։ Անհանգիստ վիճակը նշանակում է բարոյական ոգին ոչնչացնել, տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը մի բազար սարքեց հայրենասերների, հայրենիք ուզողների, եւ ինչ-որ եթերային բաներ խաղաղության, ադրբեջանցիների ռացիոնալիզմի մասին եւ այլն, հիմա սա երկրորդ ալիք է եկավ, սա պատկերացնում է հոգեզրկության մի քաղաքականություն է այն կողմից, սա արդյունք կարող է տալ, թե չէ, Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ նորից ասեմ այդ բառը, հաջորդը թքած ունի դրանց կազմակերպիչների եւ այլնի վրա, բայց դա մեր վրա շատ թանկ է նստում, չէ՞։ Ուրեմն դրա համար պետք է տեսակետները փոխել։ Ինչ են ուզում, անընդհատ անհանգիստ վիճակ։ Կարևորը ո՞րն է։ Նոր տարի չնշեք, Սուրբ Ծնունդ չնշեք, գարնանը վարուցանք չանեք, ամռանը բերք չհավաքեք, չպատրաստեք, աշունը բերքը չհավաքեք։ Ինչ է մնում, արտագաղթ է մնում։ Այդ սպառվում է պոտենցիալ, այսինքն քաղաքականության իմաստ Ադրբեջանի, ուրեմն պոտենցիալի ոչնչացման սպառման ուրեմն տեսակետ է, մանավանդ ապրիլյան հերոսական այդ մարտերից հետո տեսան, որ իրենց այդ ռուսներ լինի, թուրքը ուղիղ լինի, ուրիշներն էլ Իսրայելն էլ լինի իրենց դրոններով, էլի հայ զինվորի հետ հարց չկարողացան լուծել, միջին սպայի հետ հարց չկարողացան լուծել, վերադարձան իրենց նախկին սկզբունքներին, այդքան զոհեր եւ նյութական ուրեմն ավերածություն ունենալուց հետո վերադառնում են նախկին տեսակետին եւ սկարծում է սա էսկալացիա է գնում։ Դրա համար նորից կրկնեմ, քանի որ ավարտում է, սիրելի գեներալներ, սպաներ, ուսադիրի տակ կընկնող մարդիկ, նաև հայ մտավորականներ, ովքեր մտածելու կարողություն ունեն։ Ստրատեգիական սկզբունքները պետք է փոխվեն, մնացածը մեզ հաջողություն չի բերի։ Այսքան բան։ Այսքանը, շնորհակալություն պարոն Շիրինյան, հարգելի ռադիո լսողներ, ռադիո դիտողներ, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ հետո, շնորհակալություն։